Քաղաքական դաշտում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկը շարունակում է մնալ Ադրբեջանի հետ հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։ Խոսքը ինչպես ավտոմոբիլային ճանապարհների, այնպես էլ երկաթուղային կապի վերականգնման մասին է։ Ռադար Արմենիայի հետ զրույցում քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը ասաց. Հայաստանը Ադրբեջանի հետ մինչև Խորհրդային Միության փլուզումը ուներ երկու հիմնական երկաթուղային կապ։ Առաջինը դա Մեղրիով անցնող ճանապարհն էր, Բաքու Մեղրի Նախիջևան Երևան, որը գործում էր արդեն 1941 թվականից, իսկ 1971 թվականից կար նաև այլ կապ, դա Ղազախ-Իջևան երկաթուղին էր, հետո Իջևան-Հրազդան ճյուղը ավարտվեց 1976 թվականից ու Հայաստանը ուներ արդեն երկու ուղղություն։ Քաղաքագետի խոսքով Ղազախ-Իջևան երկաթուղին ի սկզբանե նախատեսվել է որպես հիմնական մագիստրալային կապ Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի հետ։ Ճանապարհը այդպես ավելի կարճ էր։ Այս երկու ճանապարհներն էլ 91 թվականից Ղազախ-Իջևանը, 92 թվականից Մեղրին չեն գործում, վերջին գնացքները երևի ապրիլին 92 թվականին Մեղրիով, որ հասել են Երևան, գիտենք, որ նրանք վնասվում էին, թալանվում էին, ուժ էր կիրառվում վարորդների նկատմամբ եւ այլն, եւ անվտանգության նկատառումներից ելնելով ոչ Նախիջևանը կորցրեց կապը Բաքվի հետ եւ նաեւ Հայաստանը երկաթուղային կապը կորցրեց իր հարավային հատվածի եւ նաեւ արտաքին աշխարհի հետ։ Սամվել Մելիքսեթյանը ընդգծեց, որ 2003 թվականին Մեղրիի հատվածը ապամոնտաժվեց եւ ավելի քան 30 կիլոմետրանոց երկաթուղուց ոչինչ չմնաց։ Վերականգնելու համար այդ ամբողջը, ինչպես գիտենք, Մեղրիի ճանապարհը թրիպի շրջանակներում է ակտուալ եւ ենթադրում է, որ հենց թրիպի շրջանակներում կվերականգնվի հյուսիսային ճանապարհի խնդիրը մի քիչ ավելի բարդ է, որովհետեւ առայժմ չկա հստակ պատկերացում, ինչ առաջինը ինքը ով է վերականգնելու, ինչպես է վերականգնումը լինելու։ Քաղաքագետը վստահեցրեց, որ Ղազախ-Իջևան կապը բավական հարմար է։ Դրանից 14 կիլոմետրը Ադրբեջանի տարածքում է, իսկ 17-ը Հայաստանի։ Ամենահեշտը հենց այս հատվածի վերականգնումն է, որովհետև տեղանքը, ինչպես նշեցի, շատ հարմար է եւ Ադրբեջանի կողմից եւ Հայաստանի կողմից։ Իմ գնահատմամբ հավանաբար մոտավոր մինչև $100 միլիոն մասին է այդ վերականգնման արժեքը եւ սա թույլ կտա ունենալ ուղիղ երկաթուղային կապ Ադրբեջանի հետ։ Մելիքսեթյանը երկաթուղու այդ հատվածի վերականգնումը կարևորում է, քանի որ Վրաստանի հետ պարբերաբար որոշ խնդիրներ են առաջանում։ Մենք գիտենք, որ նաեւ վերջի շրջանում էր այդ թեման քննարկում եւ հայ վարորդներն են բեռնատարների բողոքում, իսկ Ադրբեջանից եղան նման բողոքներ, մյուս կողմից Ղազախ-Իջևան հատվածով, ինչպես նշեցի, ավելի կարճ են այդ կոմունիկացիաները, ավելի հարմար են։ Հարցին, թե արդյոք ռուսական կողմը կարող է վերականգնել այն, Սամվել Մելիքսեթյանը շեշտեց, որ հայկական երկաթուղիները հանձնվեցին Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիային։ Այդ ժամանակ առնվազն մինչև Դիլիջան հատվածը գործում էր եւ այդ կոնցեսիայի մաս է կազմում։ Մենք հիշում ենք նաեւ ակտիվ այդ ժամանակ քննարկվում էր Վանաձոր-Ֆիալետովը երկաթուղու շինարարությունը, որը նաեւ թույլ կտար շատ ավելի մոտ 110 կիլոմետր ավելի կարճ ճանապարհ ունենալ երկաթուղային Երևանի եւ Թբիլիսի, Վրաստանի միջև, հետեւաբար Սևծովյան նավահանգիստների եւ սա նույնպես վերաբերում էր հենց Հարավկովկասյան երկաթուղուն, ինչ ինքը չկատարեց։ Մելիքսեթյանը հիշեցրեց, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ռուսական կողմին Ախուրիկի սահմանը երասխից միջև Նախիջևան եւ հետագայում նաեւ Ղազախ-Իջևան երկաթուղու հատվածը վերականգնելու համար։ Այստեղ տարբեր խնդիրներ կան, առաջինը արդյոք ռուսական կողմը ունի այդ հնարավորությունները, հիմա ռուսաստանյան նաեւ երկաթուղիները աշխատում են բավականին իրենց համար բացասական, ֆինանսական, այսպես ասած, ոչ դրական պայմաններում եւ պետությունից դոտացիաներ են պահանջում, Ռուսաստանի մասին է խոսքը։ Նաեւ մենք գիտենք բարբերաբար ժամկետների հետ են խնդիր լինում, երբ որ խոսքը վերաբերում է ռուսաստանյան կազմակերպությանը եւ արդյոք ինքը կարող է հարմար ժամանակահատվածում վերականգնել այդ երկաթուղին։ Քաղաքագետը ընդգծեց, որ այստեղ առկա են տեխնիկական խնդիրներ, քանի որ ռուսական կազմակերպությունները հիմնականում դանդաղ են աշխատում եւ ոչ արդյունավետ։ Գնային առումով այդ աճ է լինում, այսինքն նշված գումարը հիմնականում չի համապատասխանում այն գումարին, որը լինում է
ավարտից հետո, երբ որ ավարտում է շինարարությունը, սա շատ կարևոր է, որովհետև պարզ է Հայաստանը այդքան նաև ռեսուրսներ չունի, որ նպաստի նաև եթե մենք միջազգային, ասենք ենթադրում ենք եվրոպական ներդրումներ, որոնք հնարավոր են եւ կա Եվրոմիության կողմից հետաքրքրություն, ես կասեմ մեծ հետաքրքրություն այս հարցում կոմունիկացիաների, բայց կա քաղաքական խնդիրը, որ իրենք պատրաստ չեն ֆինանսավորել այնպիսի ենթակառուցվածքային շինարարություն, որը ենթադրում է, որ դառնալու է նույնպես ռուսական կոնցեսիայի մաս։ Խոսելով կոմունիկացիաների բացման մասին, քաղաքագետը հավելեց, որ եթե ենթադրում ենք ճանապարհների բացում եւ սահմանների ապաշրջափակում, շատ կարեւոր է, որ վերականգնվեն բոլոր վնասված ենթակառուցվածքները։ Վերականգնելու համար իրականում արդեն իսկ եթե Հայաստան Կայան բնակավայրի եւ ադրբեջանական Ջաֆարլի գյուղերի միջև մոտ 2 կիլոմետր եթե վերականգնենք, արդեն իսկ մենք կունենանք գործող ճանապարհ, այսինքն մեծ ներդրումներ պետք չեն, 2 կիլոմետր ճանապարհը ինձ թվում է ամենավատ դեպքում մի ամսվա մեջ կարելի է վերականգնել, հա, եթե լինի քաղաքական կամք եւ որոշում։ Քաղաքագետի խոսքով պետք է մտածել գործնական լուծումների մասին, քանի որ արդեն անհրաժեշտ է ուղիղ կապ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, որը եւս կարեւոր կլինի Թուրքիա-Ադրբեջան բեռնափոխադրումների համար։ Լիլիթ Աբրահամյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։